քաղաքապետարների հաստատության համար ինչ է պետք անել եւ այս իշխանությունների օրոք որպես եք դուք պատկերացնում, որ քաղաքապետարները անհրաժեշտ է ճնշումն ավելացնել, ավելի համակարգված աշխատել, նմանատիպ միջոցառումները դարձնել պարբերաբար, որպեսզի իշխանությունը զգա հարության, դժգոհության եւ ձայնը եւ փուլը։ Հակառակ դեպքում ինչքան նրանք կոմֆորտ զոնայում մնացին, այնքան քաղաքապետարները ոչ թե կպակասեն, այլ քաղաքական բանտարկյալների թիվը կավելանա։ Ակնհայտ է, որ նիկոլական ռեժիմը գնում է քաղաքական բանտարկյալներն ավելացնելու, վախի մտնելով սերմանելու, մարդկանց մոտ հուսահատություն ավելացնելու ճանապարհով, եւ դա ակնհայտ է, որ դա սկսել է հոգեվոր եւ ազգային էլիտայից, եւ եթե ազատության մեջ գտնվող մեր քաղաքացիները իրենց բողոքի ձայնը չբարձրացնեն, ոչ եվրոպական կառույցները Սիրելի հայրենակիցներ, ուզում ենք տեղեկացնել, որ Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի խաբաման միջոցը վերածվեց, տնային կալանքը վերածվեց վարչական վերահսկողության։ Տապարենք Դավիթ Գալստյանին։ Ազատություն քաղաքապետարներին, ազատություն քաղաքապետարներին, ազատություն քաղաքապետարներին, ազատություն, 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 ազատություն։ Շարմազանը, տեսեք, ձեր իշխանության ժամանակ Տեսակ հարցազրույց տվի Դավիթ Գալստյան արդեն դրական բան արեց։ Վերստին աղբական դատարան անձնբնութագրող հանրավորների և տվյալների կողմից նախկինում երկրեր հարակավորված օգոստոս ամսից ամեն Իրավապաշտպան կառույցները արձագանքում էին, որովհետև դրսից պատվեր ունեին։ Իսկ հիմա պատվեր չունեն, արևմտյան կառույցներից պատվեր չունեն, ունեն հակառակ պատկերը։ Նախկինում երկրեր հարակավորված ավարտելու երրորդ հանրապետության էջը Հայաստանը դարձնելու պանդուկիստական միջանց դրա համար որևէ բան չեն արել։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ, ովքեր որ իբր թե մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվել եւ այսօր լռում են, շարունակում են նրանց զբաղված են եղել պատվեր կատարելով։ Իսկ այդ պատվերը հաստատ Հայաստանի քաղաքացիություն չի եղել, այդ պատվերները եղել են համապատասխան կառույցներից դրսի։ Դրանով է այլ բան չի բացատրում։ Այսինքն բոլոր դեպքերում քրեական վարույթը վնասելու մասին չէ։ Քրեական վարույթը բոլոր դեպքերում իհարկե պետության հակառակի միջոցների կիրառման բանջարաբար։ Իրեն դրա համար պարոն Բաբայանը չհասեց, որ ընդհանրապես բոլոր խաղաղ միջոցները վերացվեն։ Առավել քան հավասարակշռված համաչափ մոտեցումը ներկայացնում։ Երբ ասում եմ պատվարժան դատարան, բոլոր դեպքերը եւ հիմնավորումները առավել քան արտահայտ Կալանքից ձերք մնալու համար, կալանքից ձերք մնալու Վարդուս մասնակիցները ցանկանում են արտարքան։ Մեր առակի կողովորը բալում է Վրաստան։ Պետք է համախմբել ուժերը։ Արձանագրում է, որ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Պետք է մեծամասնությանը համախմբել, ովքեր որ դեմ են այս ազգակործան ռեժիմին եւ ճնշում ավելացնել։ Ես համահատությունը եւ գործողությունները դա չունեն տալիս։ Անհրաժեշտ է պարզապես մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, համախմբել եւ առաջարկել։ Այդ տարբերակ չկա, նոր հեծարում չպետք է։ Առաջինը չպետք է հոգնել պայքարից, երկրորդը չպետք է հուսահատել։ Երրորդը պետք է կազմակերպված պայքարել այս ապօրինությունների դեմ։ Նիկոլ Փաշինյանը որ եթե մերի ջան, եթե Մաղարշաբակը Խոյ համայնքի չմիացնեին, Մաղարշաբակը Նիկոլը կհաղթեր, ոչ, ակնհայտ է, չէ՞։ Ինչ։ Տնային քաղաքը 3 ամիս ժամկետով, որպեսզի վերաբերել տնային քաղաքը բացակայելու արկելներ Եթե հասկացա ազգային ուժերի համապետական կոնսոլիդացիայի դեպքում Հայաստանը արտասվելու դեպքում
Նիկոլ Փաշինյանի ռեժիմին գրեթե անհնար կլինի ադմինիստրատիվ ռեսուրսով կարողանալ զսպել այդ համազգային դիմադրությունը։ Տեխնիկը կարող է ամբողջ Հայաստանից մի օր տանի Վաղարշականում, Կուտակի մի օր Հալաբերդում, Գյումրիում մի օր Վանաձորում։ Բայց եթե ամբողջ Հայաստանում ողջ ազգային ուժերը Նիկոլ Փաշինյանից դժգոհ քաղաքացիները համախմբեն եւ ոչ թե տեղ-տեղ պայքարեն, այլ պայքարեն ապակենտրոն բոլոր տեղերում, այդ ժամանակ ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի ադմինիստրատիվ ռեսուրսը չի հերիքի։ Հիմա եթե պատկերացրեք Հայաստանում միաժամանակ 10 քաղաքում հազարավոր նման ակցիաներ լինեն։ Պետք է ոստիկան Հայաստան չկա, որ կուսապել։ Հիմա օրինակ Վաղարշաբաթում միտինգ անում, շում են տանում են ընդեղ, սեղ միտինգա ոստիկաններից կրեն, Հալավերդում միտինգա Հալավերդի են գնում, եթե ամբողջ Հայաստանում լինի դժգոհության ակցիաներ, կարողանանք դա կազմակերպել, դա ռեսուրս չկա, այս ոստիկաններն ու ուժային կառույցներն են, այ մարդիկ են, չէ, իրանք իրաց մեջ զգում են, չէ, որ այս մարդը իրականացնում է քաղաքականություն, որը ոչ ժողովրդավարության հետ կապ ունի, ոչ ազգային արժեքներ։ Հետևաբար կրկնում եմ, ես նոր հեծանիվ չեմ ստացել։ Ես ոչ եմ անում, չէ ուսացելու, համախմբելու և պայքարելու հանուն ճշմարտության։ Իրենք քննեն ստացել նաև եկեղեցու դեմ ուղղված Փաշինյանը մանիպուլացնում է, ինչպես 21 թվականին, որևէ մեկը նրան տվել չէր տվել, Արցախը հանձնելու, այնպես էլ հիմա նրան որևէ մեկը տվել չի տվել, վերապերին հեռացնում։ Ինքը նախ չի կարող վեհապարին հեռացնել, եթե վեհապարը չհեռանա։ Ես հորդորում եմ վեհապարին, որպես եկեղեցու զավակ, պին մնալ իր դիրքերում, որտեղ սա ոչ թե վեհապար Հայրապետ Գարեգի երկրորդի ազգական հարցն է, այլ սա մեր եկեղեցու ինստիտուցիոնալ ազգային կառույցի խնդիր է։ Ես կլինի շատ վատ նախադեպ, եթե մի իշխանություն փոխի վեհապարին, վաղը դառնում է նոր իշխանություն, նա այլ փոխի ունես գնա։ Իսկ մեր եկեղեցին 1700-ամյա ինստիտուցիոնալ կառույց է։ Խնդրում եմ զամիջի տարածեք, որպես վեհապարի հանձի խնդիր։ Սա եկեղեցու միասնականության խնդիր է։ Իսկ մեր իշխանում այս իշխանությունը գնում է բաժանման պառակտի մեկ անգամ չէ, որ ասում է պառակ դիշտի պառակտողը աստծուց չէ։ Սատանայից Հավաքական ընդդիմությունը հաղթանակ տարավ, նշում էին, որ դա պետք է չէ համապետական ընդդիմություններին, հիմա իշխանությունը քանի որ Վաղարշաբաթում է կարողացել հաղթել, իրենք էլ ասում են, որ դա համապետական հասկացա, ես ոչ Գյումրի հաղթանակով եմ երբ ոգևորվել, ոչ էլ Վաղարշաբաթի ԿՊ-ի հաղթանակով եմ երբ անդրամալի դարձել։ Պետք չի ոչ դերարժևորել, ոչ դերարժևորել, պետք է գնալ մեր ճանապարհը, մեր ճանապարհը պայքարն է հանուն ազգային Հայաստանի։ Հանգես հետևության, որ այդ պետք է տարածվի 3 ամսով։ Հարգելի հետևողներ, այս պահին կզրուցենք Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։ Ինչպես նաև Վարդի ինձանախություն դեպի